Բարև ձեզ, եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը բլոգեր, բիզնես վումեն Սյունե Ավագյանն է։ Ողջույն Սյունե։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հաղորդմանս մասնակցելու հրավերը։ Ես նույնպես շնորհակալ եմ ինձ հրավիրելու համար։ Վստահ եմ մենք միասին շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Զրույց ուզում եմ սկսել բլոգերային ոլորտում եւ առհասարակ ձեր հայտնիության սկզբնաղբյուրից։ Ինչպես եղավ, որ մեկ օր արթնացաք ու հասկացաք, որ դուք ճանաչված եք այսօր հասարակությունում, օրինակ շատ ավելի, քան որոշ երգիչներ կամ դերասաններ։ Արդյոք պատկերացնում եք եւ արդյոք քայլեր անում եք։ Անկեղծ ասած, անկեղծ կլինեմ, ընդհանրապես չեմ ցանկացել։ Հակառակը միշտ քույրիկիս հետ կռվում էի, որ ինչի համար ես դու նկարներ տեղադրում, միշտ փակ էջ եմ ունեցել, երբեք կյանքում չեմ պատկերացրել, որ մի օր կգա, որ ես վիդեոներ կունենամ։ Կյանքումս չեմ պատկերացրել, չեմ էլ երազել։ Իսկ որ տեսանյութեր կամ որ քայլը ձեզ դարձրեց հայտնի։ Երբ որ ես մատնահարդարումով էի զբաղվում, մի օր քույրիկս արդեն պատերազմը նոր էր սկսվել, եկավ ասեց, ես նույնիսկ տեղյակ չեմ եղել, որ TikTok հարթագոյություն ունի, ասեց դու շատ լավ արհեստ ունես, բայց դու չես կարողանում այդ ամեն ինչի մասին բարձրաձայնես, արի մի բան ենք պայմանավորվում, ես քեզ վիդեո եմ նկարում, ասեցի ես չեմ ուզում կլինի, որ իմ աշխատանքը նկարես, ես վիդեո եմ նկարում, բայց պետքա պատրաստ լինես, որովհետև այդ նենց տեղ է, որ քեզ հանկարծ չսիրեցին, դու քննադատված կլինես միշտ։ Ես ասեցի, բայց խնդրում եմ, արի ես ավելի շատ գրագետ խոսամ, այնտեղ ոնց որ ես գրագետ բացատրեցի, որ մանիկյուրը կատարում ենք մկրատով, շատերը դա հասկացան, որ ես անգրագետ եմ արտահայտվել, ճիշտ չեմ արտահայտվել, խորացան, այնտեղ շատերը գրում էին, որ ճիշտ է ասում, մանիկյուրը դա նույն ինքը չի ստանա, ու սկսեցին գրելը, բան ես արդեն լարված էի, ասում եմ գոհար պետք չի, չեմ ուզում, ասում է չէ արի մի հատ էլ, ու սկսեցինք արդեն միասին մի օր ձեռքս ջարդվեց, նոր տարի է, չեմ կարողանում աշխատեմ, քույրիկս է դիմահարդարում է անում, դիպսով, ասում եմ ես չեմ կարող իմ հաճախորդներին կորցնել, այն ժամանակ 3000 դրամով էի մատնահարդարում անում, դու պետքա անես ու դու պետքա չասես, որ դու մատնահարդար չես, դու սովորացես, ուղղակի դու որ իմ հետ չես աշխատել, նոր եկել ես, որ ինձ օգնես, կներեք, որ ձեզ խաբել եմ, որովհետև ես անկեղծ մարդ եմ։ Գոհարս նստեց, ինքը առանց պրոստ ուղղակի տեսել էր, նույնիսկ մոդել չէր, սպասարկում կատարեց, հաճախորդները էլի մոտ չէին ուզում նստեին։ Իրականում։ Գալիս էին, ասում են գոհարին ենք ուզում, անկեղծ ասած իմ կյանքը 100 աստիճանի տակ փոխել է իմ քույրիկը, ես ճիշտ է շատ եմ իր մասի խոսում, իրանք միշտ ինձ ասում են, որ դու գնաս երբեք չհուզվես ու սենց կոպի ձևի են, էլի միշտ ասեմ մամաբանը, բայց ես Աստծուն շնորհակալ եմ, իմ կյանքի ամենալավ նվերն է, որ Աստված ինձ տվել է։ Իրականում կան մարդիկ, որոնց մասին կամ որոնց կյանքի առաքելության մասին չեն կարող խոսելուց չհուզվել։ Հա, այդ անկախ ինձանից է, որովհետև ես շատ ուժեղ եմ, ես երբեք չեմ կոտրվում, ես երբեք չեմ հանձնվում, իմ տեսակը չհանձնվող տեսակ է, բայց ես իմ քույրիկի մասին խոսալուց դա իմ թույլ կողմն է աշխարհում։ Ես հիշում եմ, վերջերս հրապարակած տեսանյութերից մեկը, եթե խոսում ենք քույրիկի մասին, այս մասին չէի պլանավորել խոսել, բայց նա նաև մեծ ներգործություն ունի ձեր երեխաների համար։ Այո։ Իրականում իմ քույրիկս, իմ հետ հավասար ու մամաս օգնել եմ, որ իմ երեխաներին մեծացնեմ։ Ես մեկ-մեկ ասում եմ Գոհար, տեսնես, որ դու երեխա ունենաս, ես կարամ այն մորքուրը լինեմ, ինչու որ դու ես իմ երեխեքին, սա ուղղակի գովեստի խոսքեր չի իմ քույրիկիս, ես շատ կուզենայի, որ բոլորը իմ քույրիկի նման քույրիկ ունենան։ Իրականում դա ամեն հարցում իմ կողքն է, ամեն հարցում։ Չեմ կարող չխոսել այդ մասին, որովհետև այն դժոխքի մեջ, որ ես եմ եղել, այդ ինքը Աստծո միջոցով ինձ օգնել է դուրս հանել այդ ամեն ինչից։ Միակ մարդը, ով իմ կողքին է եղել, ոչ մեկ։ Այսինքն ես սիրում եմ այն հյուրերին, որոնց հետ սցենարը պարզապես դնում ենք մի կողմ ու
Մենք զրուցում ենք պլանավորել իրականում այո այս պարագայում ես թողնում եմ մի կողմ իմ հարցերը որովհետև մենք լրիվ շեղվեցինք այլտեղ ու ձեր թույլտվությամբ իհարկե վստահ եմ շատերը ովքեր հետևում են ձեզ գիտեն թե ինչ դժոխքի մասին է խոսքը բայց ուզում եմ վերադառնանք կյանքի այդ փուլ սովորաբար հայ հասարակության մեջ տարածված է որ 50-50 է, այսպես ասած, մի մասը մտածում է, որ կինը չպետք է ամուսնալուծվի, որովհետև պետք է ընտանիք ունենա եւ այլն, իսկ մյուս մասը հաշվի առնում այն հանգամանքը, որ կինը չպետք է այդ հիվանդ ընտանիքում մեծացնի երեխաներ, որոնք հետագայում արդեն ընտանիքի օրինակ են տեսնելու հենց այդ հիվանդ ընտանիքը։ Այո, համամիտ եմ։ Ձեր թույլտվությամբ ուզում եմ վերադառնանք կյանքի ձեր այդ փուլ։ Անայ ջան, անկեղծ կլինեմ, ես երբեք չեմ ուզենա ոչ մեկի ընտանիքը քայքայվի, որովհետև այն մարդիկ ովքեր որ ուզում են որ եթե բաժանվածի կարգավիճակում են լինում շատերը չարացած են լինում ու եթե ես շատ ընկերուհիներ ունեմ, շատ հարազատներ ունեմ, ովքեր ընտանեկան վիճաբանությունների մեջ են անընդհատ ու ինձ են խորհուրդներ հարցնում ոնց անենք, ինչ անենք, ես միշտ իրենց խորհուրդ եմ տալիս, որ ինչքան կարող են ատամներով պահեն իրենց ընտանիքը, որովհետև ընտանիքը շատ թանկ ու կարևոր է, ամեն ինչ կարող ես ունենալ, բայց ընտանիքը մի քիչ դա շատ ինձ թվում է թեկուզ կարողանաս դու հասնես քո նպատակներին, երազանքներին, բայց որ հետ ես նայում, ասում ես երանի ես էլ ընտանիքս ամբողջովին միասին լինեինք, ես ամեն ինչ արել եմ, որ իմ ընտանիքը պահեմ, անհնարինը արել եմ, որ իմ ընտանիքը պահեմ, բայց մի օր ես հասկացա, որ դա անհնար է ուղղակի։ Այն սերը, որ ես 17 տարեկանում ունեցել եմ, մենք հասկացանք, որ այդ սերը էլ չկա։ Ու եթե մարդիկ իրար չեն սիրում, պետք չի որ երեխաների համար ստիպված իրար հետ ապրեն։ Սեր խաղալ ու հանուն երեխաներին միմյանց խաբելով ապրեն, մեկը Սուրեն նշեցիք, որ ամեն ինչի դիմել եք, այսինքն ամեն ինչի միջով անցել եք, որ պահեք ընտանիքը։ Ես նույնիսկ մի հատ հետաքրքիր պատմություն կպատմեմ, իմ երեխաները ամեն մեկը մի տարբերությամբ են, այո, քանի որ իմ նախկին ամուսինը բանակի հարց ուներ, պետքա բանակից ազատվեր, ոնց որ տղես ծնվեց, հետո Մարիամս որոշեցի, որ պետքա ունենամ, այնպես ստացեց, որ ուզեցա, որ ունենամ, էլի ոնց որ մի տարի 6 ամսվա տարբերությամբ են, երբ որ ես գնացի իրան ծննդատուն ունենալու, ես մի հատ դեղին են լուսաստղ ցելոֆանները երևի հիշում եք, ամեն ինչ սիրուն հարթուկեցի, դասավորեցի, այն ժամանակ իմ ծնողներն էլ Արցախում էին ապրում, իրենք էլ աշխատավարձով հազիվ ծերին հասնող մամաս ինչ կարողանում էր, ինչով կարողանում էր մեզ օգնում էր, թե հագուստով, թե ուտելիքով, Արցախից էստեղ մաման նույնիսկ փակոցներ էր ուղարկում։ Գոհարս եկավ, էլի գոհարս, այն ժամանակ դե մեր 8 տարվա տարբերությունը, Մարիամս որ ծնվեց, ես 21 տարեկան էի, երեխեքը դե փոքր էին, 3 տարեկան, տղես տարու 8 ամսական, տունը պահեց, ես որտեղ որ ապրում էի, այն ժամանակ քանի որ իմ ամուսինը իմ կողքը չէր, ես էլ Արցախից էի, անկեղծ կլինեմ, այն ժամանակ դե որ մարդիկ գնում էին Արցախում ծառայելու, մարդկանց չեմ ասում էլի, վատ մարդկանց էլ են հանդիպել, խտրականություն, որպես արցախցի մի քիչ ինձ ուրիշ ձև էին նայում, կան մարդիկ, որ լավն էին, կան մարդիկ, որ շատերը չգիտեմ ինչու տենց նույնիսկ ես եթե հարևաններին բարևեի, իրենք մի ձևի էին ինձ բարև տալիս, բայց ասեմ իմանանք, ես տարիները անցել, այդ նույն իմ հարևանուհին ինձ տեսել է սրճարանում, ասել է Սյունե ջան, ինչքան շատ ես փոխվել, արի միասին նկարվենք, ես ասեցի, ես հիշում եմ ձեզ, որ դուք հետ չեք էլ խոսում, չեք էլ բարևում, իհարկե կատակով ասեցի, ասես չէ, այդպես բան չկա, բայց իրականում իրանք ինձ նույնիսկ չէին բարևում։ Գոհարս տունը մնաց, մամաս են վաղ որ աշխատում էր, պետական էր աշխատում, չէր կարող դուրս գալ, ես գնացի ծննդատուն մտա, այն ժամանակ շատ փոքր փորիկ ունեի, բժիշկը տղամարդ էր, շատ խելացի բժիշկ էր, ասեց աղջիկ ջան չես եկել, ասեցի դե
ժամանակն է պետքա ծնդաբերեմ, ասես դու այս ներվերից դու էլ եկել ես կատակ ես հետս անում, չէր երևում, ասեցի չէ իրականը, ասեցի բայց ես չեմ ուզում որ իմ բժիշկը տղամարդ լինի, ես ամաչում եմ, ասեցի ես կգնամ ուրիշ հիվանդանոց, ու ես մենակ եմ, ոչ մեկ հետս չկա, զանգեցի մի հատ շատ լավ հարևան ունեի, իր կինը մահացել էր, իր աղջկա հետ էր, իր աղջիկը իմ տարիքակից էր, դրանք շատ լավ մարդիկ էին, ասեցի խնդրում եմ էլի, ես ուղղակի եկել եմ հիվանդանոց, իմ մոտ ոչ մեկ չկա էլի, բոլորը ինձ էին նայում, անկեղծ բոլորը մտածում էին, թե այս աղջիկը ով է որ մենակով եկել է ծննդատուն երեխա ունենա, շատ ուժեղ էի, չէի կոտրվում, համար մեկ էր Այնտեղ բոլոր ցավ էին տանում, ես իմ համար ոնց որ շրոպեներ տևեր, գնայի, ես իմ երեխուն ունենայի, սաղ դասավորած, արդուկաչ օրերը ու երբեք ոչ մեկին ցույց չէի տալիս, որ իմ մոտ ինչ-որ բան վատ է, ես միշտ իմ երեխեքին ապահովել եմ հագուկ, ապա, մաքուր, ոչ մեկին ցույց չեմ տվել, որ իմ ընտանիքում ինչ է կատարվում։ Ասեց հետ արի, հետ գնացի, ասեց մի հատ նայեց, ասեց ճիշտ է ասում Ես փորձեցի երեխայի հայրուր էր Ռուսաստան էր ինքը աշխատում էր Փորձեցի վերջի ես գիտեի որ մի օր գալու այս ամեն ինչը վերջանալու է ես իմ վերջի բարությունը արեցի զանգեցի սկեսուրիս ասեցի ես ծննդատանն եմ խնդրում եմ էլի մենակ եմ կարող ես գալ ասեց որ ես հաց եմ սարքում չեմ կարող գալ Ես մենակ ունեցա իմ երեխային Մարիամս ամենախելացին է երեխաների մեջ, ինձ ամենաշատն է սիրում Միակ բանը սկեսուրիս, որ ինձ լավ խորհուրդ է տվել, ինքն է ասել, որ Մարիամիս ունենամ ու ես իրան դրա համար շնորհակալ եմ Բայց այն չար բաները, որ իրանք են իմ հանդեպ արել Որ ինքը եթե իմ կողքին լիներ, ինձ թվում է լիքը բան ծնողներից էլ է գալիս, չէ որ մենակ աղջիկ էի 21 տարեկան երրորդ երեխան էի ունենում։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ այդ ամենի միջով անցնելուց հետո սովորաբար կանայք հատկապես միայնակ կանայք պետք է չարանան։ Ես չեմ չարացել։ Ձեր խոսքից ես հասկացա, որ դուք չեք չարացել, որովհետև այդ ամենից հետո դուք այստեղ եթերում շնորհակալություն եք հայտնում, թեկուզ նրա համար, որ ինչ խորհուրդ են ձեզ տվել։ Սյունե մարդկանցից չեք չարացել, բայց եղել է պահ, որ Աստծուց չարանաք ու Պարզապես հարց տանք, ինչու հենց ինձ հետ։ Միշտ գնում եմ, դե ես ամեն երեկոյան ուղիղ մի տարի է, միշտ եկեղեցու համարյա ամեն օր, ավելի շատ մի տարի է, որ հավատքս էլի քույրիկիս օգնությամբ շնորհակալ եմ իրան, ինքը ինձ ստիպել է, որ ես ամեն պատարագի մասնակցեմ, ես կարդամ, ես երբեք չէի կարդում, բայց մի տարի ու կես արդեն կարդում եմ, իրա շնորհիվ, ես հիմա որ այստեղ նստած եմ, Իմ քուրիկի շնորհիվ եմ նստած։ Դուք չեք պատկերացնում ես աշխարհի տակի ամենա, չգիտեմ, լավ քույրը ունեմ, որ չեմ կարող բառերով ձեզ ասել։ Ուղղակի այն ամենի միջով, որ անցել եմ ինքը իմ կողքը կանգնեց, ես կպատմեմ, միակ մարդը ինքն է եղել։ Այսինքն մարդիկ երես էին թեքել, որոշակի առումով թողել էին անօգնական, բացի ծննդատան դեպքը, ինչ էր իրականում տեղի ունեցել է։ Իրականում ես 36,000 դրամ նպաստ էի ստանում, ես այդ 36,000 դրամով ես շատ ճիշտ է ես քեզ ասել էի, որ ես ամաչում եմ, որ այդ հարցը խոսանք, այդ հացի խնդիրը, ես երեխաների հետ Այդ 36,000 դրամով ապրում էի երկար ժամանակ, ես անդադ զանգում էի, ասում էի դե բա ինչ եղավ, գումար չես ուղարկում, ասում էի դե չկա, բայց ես էլ մենակ էի, ես ոչ մեկ չունեի, ես ոնց ապրեի։ Կարծում դա Հետո ամենակարևորը, երբ որ Գոհարը վիդեոները տեղադրում էր, ես այդ ժամանակ մի 200,000 դրամ պարտք ունեի, ասում էի Գոհար մի տեղադրի, ասում էի պարտքա տերերը կտեսնեն։
Ես ձեր այս անկեղծությունն եմ սիրում։ Մի տեղադրի իմ համար այդ 200,000 դրամ այնքան շատ էր, որ ես ասում եմ իրանք կտեսնեն, որ ես TikTok-ում վիդեոներ եմ անում, ինձ կասեն, չես էլ ամաչում TikTok-ով վիդեոներ ես անում, պարտքերդ բեր տուր հենա լավ էլ գործ ես անում։ Իրականում ես այդ ամեն ինչը ես արել եմ, տվել եմ, Փառք Աստծո, Աստված մեծ է։ Սյունե, որքան էլ որ մենք մեր մեջ ունենք հավատ եւ միշտ վերև նայելիս ասում ենք, որ ամեն ինչ լավ է լինելու, խնդրում ենք, որ ամեն ինչ լավ լինի, բայց հետաքրքիր է ձեր դեպքում, երբ խոսում եք այդ ժամանակ, երբ խնդրում եք, որ լավ լինի ամեն ինչ ու դուրս գաք այդ դժոխքի միջից, հավատում եք, որ մի օր այսքան լավ կլինի։ Ես հիմա նույնիսկ հիմա որ այստեղ նստած եմ, ես գիտեմ, որ ել ավելի լավ է լինելու։ Ես դեռ չեմ հասել այն կետին, որտեղ որ ուզում եմ։ Ես շնորհակալ եմ, որ այստեղ եմ, այս կետում եմ, բայց ես դեռ չեմ հասել այնտեղ, որտեղ որ պետք է հասնեմ։ Ես գիտեմ, որ ել ավելի լավ է լինելու։ Իրականում մեր հայ հասարակությունը, երբ նայում է, իհարկե այսպես հայ հասարակություն ասելով նկատի ունեմ որոշակի զանգված, երբ նայում է ամուսնալուծված կնոջը, սիրում է հիմնականում տեսնել լքված, խեղճացած, անօգնական եւ այդ դեպքում սկսում է խղճալ, օգնել տվյալ կնոջը։ Այն ժամանակ, երբ որ ես էլ էի այդ ձեր, բոլորը իմ հետ լավ էին։ Բոլորը իմ հետ լավ էին, բայց երբ որ ես ուժեղ դարձա, ես տեսա մարդկանց, ովքեր որ իրենց նկարներով գալիս են, գրում են, մոռացել ես անցյալդ, այս սոված, ով էիր, ով դարձար, մարդիկ կան, որ իմ նկարները ուղարկում եմ միմյանց, ասում են ինքը նախկինում շատ տգեղ ա եղել, շատ չաղ ա եղել, շատ տգեղ ա եղել, նույնիսկ նկարներս են ֆոտոշոփ անում միմյանց են ուղարկում, ասում են այս ձև ա եղել, այո, ես ընդունում եմ։ Ես 17 տարեկանում շատ նիհար եմ եղել, շատ սիրուն եմ եղել, ես միշտ էլ ունեցել եմ սիրունքից, սիրուն շուրթեր, հիմա այն ինչն էլ որ արել եմ, ես դրա համար չեմ փոշմանում ու Եվ կյանքը ստեղծված է կատարելագործվելու համար եւ մեր մաքսիմալին հասնելու համար, եթե ունեն այդ հնարավորությունը, թող նրանք էլ ձգտեն ու հասնեն այդ մաքսիմալին։ Ես մյուս տեսակետի մասին խոսեմ նաեւ, երբ տեսնում են կնոջը կայացած, երբ տեսնում են, որ կինը չունի որևէ մեկի կարիքը, կինը ամուր ոտքերի վրա կանգնած է, այդ ժամանակ էլ պատտվում են այլ ասեկոսներ։ Հետաքրքիր է Սյունեմ, ձեր դեպքում ինչպես է, երբևէ այդ բամբասանքներին կարևորություն տալիս եք, թե կարծում եք, որ խիղճը 1000 վկա արժե։ Այո, խիղճը 1000 վկա արժե։ Սկզբից շատ էի նեղվում, բայց հետո հասկացա, որ անիմաստ է, ուշադրություն չեմ դարձնում, ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում, աշխատում եմ թեթև ապրեմ ու ուշադրություն չդարձնեմ, որովհետև հիմնականում ես անկեղծ կլինեմ, ես շատ ոնց բացատրեմ, որ ճիշտ լինի, ուրախ կյանք չեմ սիրում, ուրախ կյանք ասելով, ուրախ ժամանցի տեղեր գնամ կամ ինչ-որ բան, բայց մենք բոլորս գիտենք, որ երբ որ սատանան գալիս է, միշտ կա, չէ, սատանան գալիս է, միշտ փորձում է, ասում է այս մարդը շատ հավատքով է, միշտ ուզում է, որ սենց ինչ-որ մի չար բան անի, բայց երբ որ դու շատ հավատքով ես լինում, դու կարողանում ես հաղթահարես, ու եթե տեսնում ես, որ ինչ-որ մի բան ուզում ես, քեզ ուզում է իշխի, ուզում ես դու շեղվես, ես կարողանում եմ հաղթահարեմ ու հետ կանգնեմ։ Ես ազատ մարդ եմ, ես օրինակի համար ինձ ոչ մեկ չի կարող ասի ժամը քանիսին տուն գաս, քանիսին գնաս, ես ուղղակի ուզում եմ, որ իմ երեխաների համար ես օրինակելի մամա լինեմ, որովհետև իրականում մեր երեխաները ինչ տեսնեն, դա կսովորեն։ Ես շատ եմ ուզում իմ երազանքը նպատակն է, որ իմ երեխաներին իրենց նպատակին հասցնեմ։ Ես վստահ եմ, որ կհասցնեք եւ ես վստահ եմ նաեւ, որ ձեր երեխաների համար բավականին ուժեղ մոր օրինակ եք, հատկապես աղջիկների համար, դա շատ պետք է, որովհետեւ արտաքինից ամենայն դեպս դուք երևում եք ավելի փխրուն, սակայն այնինչ արտաքինի հետևում է, կարծում եմ շատ քչերը գիտեն, թե ինչ է կատարվում։ Իրականում կներես, որ ընդհատում եմ, նորը Դայանան եկել է 7 տարեկան, բացարձակ գերազանցիկ է սովորում, ասում է իմ դասարանցին ինձ ասես ներողություն խնդրի, ես զարմացել եմ, որ ինքը այդքան մեծացել է, տատիկին է պատմում, ես կողքից լսում եմ,
չեմ պատկերացրել, որ իմ երեխան այնքան է մեծացել, որ այդքանը գիտակցում է, հասկանում է, ասում ասես նայեցի, ասեցի, բայց ես խի պետքա ներողություն խնդրեմ։ Իմ մաման գիտեք ինչ ուժեղ է։ Ինքը իրականում շատերը ես վիդեո էի տեղադրել, մտածում են, ասում են, դե մաման որ հարստացել է ուժեղ է, հետո ասում եմ, Դայանա, բա դու ինչից ես մտածում, որ քո մաման ուժեղ է, ասում եմ, մաման երբեք չի լացել, երբեք իրենք չեն տեսել իմ արդյունքները։ Երբեք։ Իմ մաման կարող է ինքը իրան սալոն ունենա, տուն առնի, ես խի պետքա ներողություն խնդրեմ, ես սխալ չեմ։ Ասում դե այդքան մեծացել ես։ Իրականում, այո, երեխաները շատ դեպքերում շատ ավելին են հասկանում, քան մենք պատկերացնում ենք։ Սյունե, եթե այսօր հանդիպեիք այն 17, 18 եւ այն 21 տարեկան միայնակ ծննդատանը մնացած Սյունեին, ինչ կասեիք։ Ուղղակի կասեի համբերի սիրելիս, ամեն ինչ լավ կլինի։ Ես չեմ զղջում, ես մի հատ ոնց որ երկու կյանք եմ ունեցել։ Հիմա ես ապրում եմ ուրիշ աշխարհում, ես ուրիշ աշխարհում եմ ապրել։ Ես երբեք իմ անցյալից ված չեմ զգում, չեմ փախչում ու երբեք չեմ ասում խիա իմ անցյալում սենց եղել, դա ամենասխալ բանն է, որ մարդը անընդհատ մեղադրի խի ինչի համար ես 4 հրաշք բալիկ ունեմ, շնորհակալ եմ Տիրոջից, իրենք իմ կյանքի նվերն են, Աստծո կողմից պարգևն են, ամենակարևորը իրենք առողջ են, խելացի են, մնացած ամեն ինչ, եթե Աստված երեխային տալիս է, ինքն էլ ամեն ինչը հոգում է, ես տենց եմ կարծում, մտածում, շատերը որ ասում են, երեխան ունենանք ոնց պահենք, այս կողմ, այն կողմ, Աստված հոգում է ամեն ինչ, պահում է, անում է։ Սյունե որքան էլ որ դուք ուժեղ կին եք եւ ուժեղ մայր եք ու ձեր երեխաները չնայած ինձ համար դա աննկարագրելի ուժեղություն է, որ երեխաները ձեր արդյունքները չեն տեսել, բայց երբևէ եղել է, որ հոգնեք ու երբեք ես երբեք չեմ հոգնում։ Երբեք չեմ հոգնում։ Որն է այդ շարժիչ ուժը, որ ձեզ առաջ է տանում։ Հրում է։ Անկեղծ եմ ասում, հենց ես զգում եմ, որ ես հոգնել եմ, ես գնում եմ Աստծո տուն։ Այնքան ուժ է տալիս, այնքան շատ եմ ուժեղանում, չեք պատկերացնում, շատ։ Միակ բանը, որ մարդուն կարող է օգնել, դա հավատքն է, ու վերջ։ Եվ արդյոք կհամաձայնվեք ինձ հետ, որ եթե չունենայիք այն կյանքը, այսօր չէիք գնահատի այս իրավիճակը այնքան, ինչքան որ այսօր եք գնահատում։ Այո, իրականում գնահատում եմ ու չի ուզենա անկեղծ մնայի անցյալում։ Սյունե շատ կանայք այսօր ունենալով մեկ երեխա, հենց քիչ առաջ խոսեցինք այդ ամուսնալուծվելու թեմայի մասին, իհարկե որևէ մեկը չի պրոպագանդում դա, սակայն լինում են դեպքեր, երբ կինը չունի ֆինանսական միջոցներ, կինը չունի ելք այդ ամենից դուրս գալու, դուք այն վառ օրինակն եք, որ 4 երեխայի հետ կարելի է դուրս գալ, այո, 4 երեխայի հետ միասին կարելի է դուրս գալ ու ապրել վարձով, ու ոչ մեկին չունենալ, որպեսզի հույս դնել մեկը կարող եմ պատմել։ Անկեղծ ասած մի անգամ փորձել եմ, այդ ժամանակ քույրիկս կողքս չէր, մի անգամ փորձել եմ, չի ստացվել։ Խոսքը անձնական կյանքի մասին։ Այո, փորձել եմ, չի ստացվել, ստիպված նորից ապրել եմ։ Իսկ այսօր երեխաների հետ հարաբերությունները հայրիկի եւ երեխաների միջև արդյոք adekvat է։ Տեսեք, ինքը երեխաների հետ շատ լավ շփվում է։ Ես երբեք չեմ արգելում, որ իմ երեխաները չշփվեն, ինքը իր երեխաների համար շատ լավ պապա է, ինքը շատ բարի է, իրական շատ բարի է ինքը, ես չեմ կարող իր մասին ասել ինքը չար մարդ է, նույնիսկ եթե ես օրինակ ինչ որ ես շատ նեղը լինեմ, ինչ որ ինձ մի բան իհարկե ֆինանսապես չի, ինչ որ մի բան պետք լինի, միանշանակ իմ երեխաների պապան է, հաստատ երբ որ դիմեմ, ինձ չի մերժի, բայց ինքը միշտ ասում է, որ երբ որ երեխաները իմ հետ ապրեն, ես իրենց համար ամեն ինչ կանեմ, քանի որ քո հետ են ապրում, դու էլ ամեն ինչ արա։ Տղամարդկանց հոգեբանությունը մեծամասամբ այդպես է։ Բայց երբ որ երեխաները գնում են, ինչ որ տենց ուրախացնում է, հոգում է, հա չեմ կարող սուտ խոսալ, բայց մենք այսքան տարի է բաժանված ենք պարապմունքները, ծախսերը օրինակ, երբեք ոչ մի անգամ չի զանգել, ասել կլինի մի անգամ էլ ես օգնեմ։ Ու չեմ էլ ուզել։
երբեք չեմ ուզել, երբեք չեմ զանգել, ինչ որ մի բան չեմ պահանջել, դատարան չեն կնկել, որ այլում են տեն ասում ինչ է դա պահանջել, տենց բաներ չեմ ուզեցել, որտեղ ինձ Աստված տվել է, ես էլ անում եմ։ Ասում եմ, ես քեզ տվել եմ վարար աղբյուր, ինչ ես ուզում։ Սունեմ, ձեր օրինակը կարծում եմ այսօր հեռուստաէկրաններից այն կողմ շատ կանանց ուժ է տալիս, որ պարտադիր չի ունենալ կողքին ամուսին, ընկեր, որ կարողանաս առաջ քայլել։ Պարզապես աշխատասիրությունը, հավատը։ Անկեղծ, որ մենք տեղափոխվել ենք Երևան, ես այն ժամանակ աշխատել էի մի հատ $1800 Nissan March էի գնել, այդ գումարը փակվել էի, մենք եկել ենք, տվել ենք առաջի ու վերջի ամսվա վարձը ու ունեցել ենք մի հատ 60,000 դրամ։ Ես ու Գոհարը գնացինք մի տեղ աշխատելու, քանի որ բավականին բարձր մակարդակի սալոն էի մի անգամից հենց եկել, որ այդտեղ անուններով չտամ, իհարկե բարձր խավի կանայք էին սպասարկում ու այն ամենադժվար խավը, որ գալիս էր, որ ոչ մեկ չէին ուզում սպասարկեին, իրենց ինձ էին տալիս, ես մեծ սիրով սպասարկում էի, շատ դժվար էր, որովհետև ոնց որ սենց մի անգամից գաս ուրիշ աշխարհ ընկնես ու պետքա պայքարես, ինչ ասում էի սուս էի մնում, ինչ ասում էին անում էի, սուսուփուս, որովհետև այդ գործը շատ պետք էր, օրական 30,000 դրամ էի վաստակում, Գոհարս էլ ինձ օգնում էր, երեխաներին էր պահում, վիդեոներ էլի տեղադրում, մի օր էլ տունը մի հատ սեղան դրեցինք սպիտակ պատի վրա, ասեցի որպեսզի մարդիկ չտեսնեն էլի որ սալոն չի, էլի սկսեցինք, համ տունն էի գալիս գործանում, համ էլ ընդեղ էի գործանում։ Շատ ուժեղ է, շատ ուժեղ է։ Գոհարս շորեր էր կարել տվել, վրան գրացի ունենալ ստուդիա, ասում է իմ անունս մի գրի, իմ անունը չեմ սիրում, ես հիմա նենց է իմ անունը դարձրել, որ ես իմ անունի համար գժվում, ասում է չէ, քո անունը շատ սիրուն է, դու ոնց չես տեսնում էդի, ասում է ամութ այլի կասեն իր անունն է գրում, մի խոսքով տունը սկսեցինք աշխատելը, կակրած էդի մոռացա ասեի, որ երբ որ Գոհարը ինձ ասում էր կարող է մի օր շատ քննադատվես, ու սկսեցի քննադատվել, որովհետև ասում եմ, որ մարդկանց եղունգները պետք չի վնասել, պետք չի ինչ-որ գումարներ վերցնել, դրա փոխարեն անդադ վնասված եղունգներ են գալիս ինձ, ու ավելի շատ սկսեցի այդպես ցավակել, ու այդ սալոնի տերը, այդ կինը իրականում ես չէի հասկանում ինքը բարի է թե չար, բայց ես վախում էի իրանից, անկեղծ կլինեմ, որովհետև ես տեսնում էի ինքը իր աշխատողների հետ ոնց հավարվում, մի օր եկա Գոհարին ասեցի Գոհար, ասեցի անկեղծ ասած ամեն օր մի բան ասում է, սա սալոնը կամերաներ է, բայց ասում է մեկը մի բան, տարավ ասում վախում եմ, էլի մենք Ղարաբաղցիկս մի քիչ վախկոտ բաներ մենք ասում մի օրը ինձ խայտարակ չանի, արդեն ես այդ ինտերնետային հարթակի մեջ եմ, վախում եմ գնամ Ես դաժե այն ինչ որ սուտ եմ խոսացի, ես հիմա էտել եմ ասում, ասեցի ինչ ասեմ, որ ես իրանից բրծնեմ, էլի վախում եմ։ Գոր ասես դե մի գնա տունը կանենք, ասեցի ճիշտն ասած ես հիվանդ եմ, պետքա գնամ բժշկի։ Որովհետև չգիտեի ինչ ասել, թե չէ ես կգամ, ասես դե հենց հիմա շորերը բերում ես։ Իրանց այդ շորերը, ասեցի հա, ասի գոհ խնդրում եմ, հա, խնդրում եմ։ Շորերը տարատանելու, ասեց արի, ստեղ հələ մի հատ հարց ունեմ քեզ։ Ասած ասեցի սենց վախենալով գնաց ասեց մի հատ հարց ունեմ քեզ տալու այդ 4 երեխեքդ մի հորից հա անկեղծ ասած դեն ժամանակ вообще ուրիշ ասեցի հա եթե ուզում եք ծննդականները կարամ բերեմ ցույց տամ ես էլ ուրիշ ձև չգիտեի ոնց այդ հիմա ուրիշ ձև եմ մտածում բայց այդ իսկականից այդ ասեկոսները որ լսում ես որ մի անգամ այտենց էլի ինտերնետային հարթակի մեջ էի, թե ասի որ շատ ուզենայի այդ տարիքում չէի կարող հասցնել, այո, 1 տարի տարբերությամբ։ 1 տարի տարբերությամբ, իրականում դա իմ խնդիրն է։ Ես ուզենամ հիմա էլ կարող եմ ամուսնանալ ու երեխաներ ունենալ, եթե կյանքը դասավորվի այդպես։ Այո։ Հետաքրքիր է այդ մասին խոսելիս ինձ մոտ հարց առաջացավ, արդյոք վստահության եւ երկրորդ անգամ չսխալվելու վախ չկա։ Անայդ ջան, անկեղծ մի բան ասեմ, ես իրականում ոչ մեկին չեմ վստահում, բայց ցույց եմ տալիս, որ վստահում եմ։ Իրենք մտածում են, թե ես վստահում եմ, ես հավատում եմ,
Բայց ես վստահ եմ, որ ակաղաղը դեռ չկանչած իրենք կդավաճանեն։ Ես դա ոչ մեկին չեմ վստահում, ես այս աշխարհում, ես վստահ եմ, որ դա այդպես է, որովհետև ես շատ դժվարությունների միջով եմ անցել ու այդ ամեն ինչի իմ աչքերով տեսել եմ։ Շատ դեպքերում մենք կանայք մտածում ենք, որ եթե մեկ ու չստացված պատմության միջով ենք անցել, բոլորին համենայն դեպս սկսում ենք նայել նույն աչքով։ Սակայն կարծում եմ, որ հնարավոր է լինի այնպիսի դեպք, որ իրականում Սյունեին որպես կին եւս երջանկացնի։ Եթե իրական չեմ պատկերացնում, որ այնպիսի մի մարդ կլինի, որ ես իր թերությունները չեմ տեսնի, անկեղծ, երբ որ դու շատ ուժեղ ես լինում, տեսնում ես քո դիմացինն էլ է ուժեղ, ինքը մտածում է, թե ինքը ուժեղ է, բայց երբ որ արդեն տեսնում է, որ չէ էլի, ինքը չի կարող այդ ուժը ունենա, ինչը որ դու կարող ես առանց իրան ապրել, դու կարող ես առանց իրան արարել, ստեղծել, ինքը արդեն թուլանում է։ Ես տենց եմ մտածում, կարող է սխալ եմ ինչ-որ բաներ։ Ես կարծում եմ, որ ցանկացած կայացած կին հենց այդպես է մտածում, որովհետև փորձը համենայն դեպս այդպես է ցույց տալիս։ Ես առանց ոչ ոքի կարող եմ ապրել, ստեղծել, արարել, գոյատևել, բացի Աստծուց։ Իհարկե։ Եվ մենակ Աստված ինձ մենակ չթողա, ոչ մի բան չեմ ուզում։ Ես միշտ ասում եմ, Տեր Աստված, մենակ դու ինձանից երես երբեք չթեքես, ես միշտ գնում եմ ասում եմ Տեր կներես, եթե ինչ-որ մի բան սխալ եմ արել, բայց դու ես այդ ուղղությունը ինձ տվել, ուրեմն այդ բանը այդ պահին ինձ պետք է եղել, բայց դու հոր գիտես, որ ես մաքուր սիրտ ունեմ, մաքուր հոգի ունեմ, ունակ չեմ բադ բանի, կներես ինձ։ Գնում եմ միշտ խոսում եմ, ասում եմ էլի եկել եմ։ Իսկ այն ժամանակ հավատի հետ կապված ինչպես էիք։ Այն շատ էի հավատում, շատ էի հավատում, միշտ շատ եմ հավատացել։ Միշտ փոքրուց։ Այն ժամանակ, երբ որ Արցախում էինք, մեր մոտ սրբեր կա, որտեղ որ շատ գումար էին տանում, մարդիկ թողում էին, այդ հավատքը մեր պապերը, տատերը, ծնողները մեր մեջ դրել են, որ մենք պետք է միշտ ունենանք, մենք գնում ենք, հիմա օրինակի համար տեսնում ենք, էլի եկեղեցիներում դրած է, որտեղ փակ է, բայց մեր մոտ բաց է, մենք այնքան արդար ենք եղել, որ մեր ձեռքը երբեք չենք տարել, երկարացրել, բայց մենք ունեցել ենք դրա խնդիրը, մենք փոքր ենք եղել, մենք երազում ենք, որ մի քաղցր բան ուտեինք, բայց մենք երբեք ձեռքը չենք տարել վերցրել, որովհետև դա Աստծո բաժինն էր, պետքա մի հատ պապիկ գարգար հավաքեր, ինչ որ տաներ մոմ առներ, բերեր, դներ, որպեսզի վառեինք։ Սյունե, այսօր, երբ դաստիարակում եք ձեր երեխաներին, հատկապես աղջիկների հետ կապված է հարցս հետաքրքիր, ունենալով դժվար ճանապարհ, ունենալով, չասեմ սխալ ընտրություն, որովհետև ոչինչ հենց այնպես չի լինում եւ ի շնորհիվ այդ ընտրության դուք ունեք 4 հրաշք, բալիկ։ Հատկապես ինչ եք սովորեցնում, որ եթե հանդիպեն իրենց կյանքում այս կետին, ինչպես շրջանցեն եւ այլն, դաստիարակելուց որ կետերն եք նրանց մեջ ավելի շատ ամրապնդում։ Ես միշտ ասում եմ, ամենակարևորը պետքա ինքնակրթվեն, կրթություն ունենան։ Ասում եմ, դուք տեսել եք ձեր մաման ինչքան դժվարությունների միջով է անցել, ու դրա մեղավորը ոչ մեկ է, ես եմ մեղավորը, ես եմ այդ ճանապարհը ընտրել, դուք պետքա կրթվեք, ամենակարևորը ունենաք գիտելիք, ձեր աշխատանքը, որպեսզի դուք այնքան ապահովված, այնքան կայացած լինեք, որ դուք հասկանաք ձեր այդ կայացած փուլում արդեն ձեզանից ուժեղին ընտրեք, որպեսզի ինձ թվում է բոլոր ընտանիքներում ֆինանսն է ավելի շատ։ Չնայած մարդիկ կան, որ ֆինանս ունեն, բայց երջանիկ չեն։ Վստահ եմ շատ ֆինանս ունեցողներ, շատ այլ տեղեր են արդեն գնում։ Շատ, էլ չգիտեն ինչ։ Այո, եւ այդ հոգեվոր արժեքները շատ դեպքերում խաթարվում են հենց այդ ֆինանսի պատճառով։ Այո։
Սունե, դուք բավականին անկեղծ եք եւ ձեր սոցիալական հարթակներում եւ այստեղ դուք պատմում եք այնպիսի բաներ, որ ոչ, այո, որ ամեն մարդ չի խոսի դրա մասին։ Եվ կարծում եմ, հենց ձեր հայտնիության գրավականներից մեկն էլ դա է, որովհետեւ մարդիկ այսօր կեղծի եւ կոծկելու եւ արհեստական լավը ներկայացնելու մեջ տեսնում են ինչ-որ կետ, որտեղ ամեն բան անկեղծ է։ Ու դա կամա թե ակամա ձգում է։ Ինչպես եք կարողանում լինել այդքան անկեղծ, օրինակ ես պարզ հենց ինձ է օրինակ բերում, ես չեմ պատկերացնում, որ ես կկարողանամ լինել այդքան անկեղծ ու իմ հետևորդներին պատմել ինչ որ ասեմ, էդ էլ է գոհարը սովորեցրել, ու ինքը ինձ ասելա, որ քեզ սիրում եմ մարդիկ, որ դու անկեղծ ես, մեկ որ շատ անկեղծ բաներ եմ արդեն սկսում խոսալ, ասում եմ լավ Սյունե, դա պետք չի, այդքան էիկա պետք է այդքան։ Իրական շատերը չեն հավատում, մտածում են, թե այդ ամեն ինչը որ ասվում է, պատմում է, կարող է դա սուտ է, բայց դա դառը իրականությունն է, որից չենք կարող փախչել։ Ու գիտեք, ինձ մի հատ շատ խելացի ընկեր ունեմ, ինքը ես իրան մի օր խոսում ենք, ասեցի ես չեմ ուզում անցյալը հիշեմ, ասեց Սյունե, միշտ հիշի, անցյալը երբեք պետք չի մոռանալ ու շնորհակալ եղի անցյալի համար։ Եթե անցյալը չլներ, հիմա ներկան էլ չէր լինի։ Եվ իրոք։ Ես միշտ հիշում եմ։ Սյունե, հայտնիությունը ձեզ բերել է ճանաչում, մարդիկ մոտենում են, լուսանկարվում են, ինչպես քիչ առաջ նշեցիք, դուք այսօր այստեղ եք, բայց այդ հայտնիությունը ունի այդ փայլուն կողմից այն կողմ ունի նաև իր հակառակ կողմը, որը շատ դեպքերում ոչ այդքան հաճելի է, որովհետև մարդիկ ձեր կյանքից գիտեն շատ բան եւ շատ դեպքերում սկսում են բան ասել, քիչ առաջ նշեցիք լուսանկարներ իրար ուղարկել եւ այլն եւ այլն։ Հայտնիության առումով եղել է պահ, երբ օրինակ մտածել եք, որ ես կունենայի իմ ստուդիան, ես կզբաղվեի իմ բիզնեսներով եւ այլն եւ այդ հայտնիությունը որոշակի առումով չեք ցանկացել։ Չէ, երբեք։ Ես այդ ձևը արդեն այդպես եք ապրում, կարծում եմ արդեն սովորել եք։ Ասել եմ, եթե կյանքում ինձ շատ մեծ հնարավորություն լինի, ես մի բան մտածեցի, ասեցի ես ամեն ինչ կփակեմ մի որոշ ժամանակ, ոչ մի բան։ Ես իմ կյանքում ունեցա այդ հնարավորությունը ու ես հասկացա, որ դա չի, որ ես ուզում եմ։ Ես ունեմ այն, ինչը ունեմ, ուղղակի դա պահել է, պետք ու գնահատել։ Եթե կարող եք մի փոքր բացել փակագծերը, ինչ հնարավորության մասին է խոսքը։ Ընդհանրապես ֆինանսապես թեկուզ, բավականին շատ արդեն աշխատել ենք, մեր բիզնեսը բավականին կայացած է, չգիտեմ, գիտեք թե չէ, որ մեր գելերը, Գոհարն է, որ զբաղվում, բավականին sense միանգամից աճեց, վարքավաճեց, այդպես ես ինքս իմ հետ էի խոսում, ասում եմ մի որոշում, դա ասում չէ, ինչի համար, բա մենք այս ամեն ինչով ենք սրան հասել։ Սունե, խոսելով անձնական կյանքի մասին եւ քիչ առաջ էլ խոսեցինք այդ ասեկոսեների մասին, վստահ եմ դուք էլ եք հանդիպել այն ասեկոսեներին, որ մարդիկ խոսում են ու շատ դեպքերում ասում են, որ ես Սյունեի հետ շփման մեջ եմ, ես Սյունեի հետ նամակագրության մեջ եմ։ Իհարկե պարզ է տվյալ դեպքերում, որ մարդիկ շատ են ցանկանում եւ երազանքներ ներկայացնում են որպես իրականություն, բայց հետաքրքիր է, դա էլ հայտնիության վատ կողմներից մեկն է, որ չգիտես թե քո մասին, չգիտենք մեր մասին, որ պատի տակ ինչ են խոսում։ Հետաքրքիր է այս առումով ձեր պաշտպանողական ռեակցիան։ Անկեղծ ասած, սենց մի հատ դեպք պատմեմ, իրականում ես ուրախ եմ, որ ես այնքան կամ, որ իրենք դրանով լավ են զգում։ Ես նույնիսկ իմ ընկերական շրջապատը այնքան փոքր է, ես այնքան քիչ մարդու հետ եմ շփվում, այ հենց այդ բարձունքը, որ հասնում ես, կարող է շատ հեշտ հասնես, բայց միանգամից ընկնես։ Մի սխալ քայլով, պետք է կարողանաս ճիշտ մարդկանց հետ շփվես, շրջապատը շատ ճիշտ լինի, որպեսզի այդ բարձունքը կարողանաս պահես, որ շատ դժվար է։ Այս վերջերս տենց մի հատ խոսակցություն եղավ, ասեց, գիտես, ասեց իմ ընկերներից երկում, ասին սենց բան, ասեցի շատ եմ էլի խնդրում։ Ոնց որ դու լուրջ մարդ ես, խնդրում եմ, կարող ես իմանալ ում մասին է խոսքը, էլի հո տենց ասելով չէ,
մեր Արցախի ընկերներից Հովիկը, ով Գոհարի մանկության դասարանցին, ասել է Հովիկի հետ։ Ասում Հովիկի հետ մենք վիդեոներ ենք նկարում, մեր տան երեխեն է, Հովիկը ոնց որ մեզ փոքր ախպեր լինի։ Մի խոսքով ուզում եմ ասեմ, ես ուրախ եմ, որ իրենք լավ են զգում, իրականում չկա նման բան։ Ազնիվ եմ ասում, որ չկա, իսկ եթե տեսել եմ, որ մարդը իմ մակարդակը չունի, ես կարող եմ իր հետ ինչ որ ունեմ կորցնեմ, ես ուղակի ոչ կռվում եմ, ոչ մի բան չեմ ասում, ես ասում եմ, որ դուք շատ լավն եք, ուղղակի ես ժամանակ չունեմ ձեր հետ շփվելու կամ հանգիստ ձևի գնում եմ իմ գործերին, հանգիստ հեռանում եմ։ Չարացած մարդկանց չպետք է պահել ցանկացած դեպքում։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր որ օրինակ ինքը իմ հանդեպ լավ է, ասում է, որ ես լավն եմ, ես սիրուն եմ, բայց ես տեսնում եմ, որ ուրիշ մարդու մասին վատն է ինքը արտահայտում, անաստված է խոսում, ես արդեն իր հետ չեմ ուզում շփվել, որովհետև այն մարդիկ Գոհարն է ինձ էլի այդ մասը նկարե ուղարկել է, ասում է Սյունե, երբ որ տեսնում ես մարդկանց մասին բամբասվում են, դու որ լսում ես, դու արդեն մեղքի մեջ ես ընկնում, դու մի լսի, հենց ուզում ես խոսում, ասում եմ իմ մոտ մի խոսացեք, ես մեղքի մեջ կընկնեմ։ Սունեմ, որքան էլ որ խոսում էինք ձեր կյանքի բարդ փուլերի մասին, ես կարծում եմ, որ եթե որոշակի մեջբերումներ չանենք, մարդիկ միգուցե չեն պատկերացնի, թե որտեղից, որտեղ եք հասել, եւ ծննդատան պատմությունը ինձ հուզեց, որպես մայր։ Ես ուզում եմ խոսեք նաեւ այն պատմության մասին, երբ ձեր երեխաների հետ շատ գումարի մասին երազելով քայլել եք փողոցում ու գտել եք այդ գումարը։ Անկեղծ գումարի մասին չէի երազում։ Այդ օրը մեր տունը ոչ լույս կար, ոչ գազ կար, անկեղծ կլինեմ, երկուսն էլ անջատել էին։ Մարիշոկի հետ եմ գնում։ Տեն կանգ առա ու սենց մի բուռ 500 դրամանոցներ է։ Ես ամաչում եմ, որ կռանամ վերցնեմ, ասում եմ Մարիշոկ, ասում եմ, ես որ ստեղ կանգնեմ, դու կարող ես վերցնել, հետո մտածում եմ, ասում լավ երեխայս վերցնելու, ես կվերցնեմ, ու ձեռքս տանում եմ, ինչքան որ գալիս է սենց ձյունը, ցեխոց սենց ինչքան որ գալիս է, այդքան եմ վերցնում։ Մենք այդ օրը կերել ենք Կարադական, Էլնոր կարակ, հիշում եմ, ու հաց։ Իրական շնորհակալ էի, որ այդ օրը մենք կարողացանք կուշտ քնենք։ Սունե, որտեղից ձեզ այդքան ուժ։ Շատերը երևի չեն հավատում, որ այս ամենը պատմում եմ իրական է, բայց Աստված գիտի, որ դա իրականություն է ու ինքը տեսել է այն իմ անցած ճանապարհը, որ ես եմ անցել։ Իրականում բացառիկ է ձեր տեսակը, որովհետև որքան էլ շատերն են վատ ճանապարհով անցել, բայց ընկել են, չեն կարողացել կանգնել, չեն կարողացել քայլել։ Հասկանում եք 4 երեխա ու ձեր պատմած պատմությունները։ Իրանց քայլեր սովորեցրու, կերակրիր, պահիր, մեծացրու։ Ու միլացիր, որ չտեսնեն։ Ես չեմ լացում, ես շատ ուժեղ եմ։ Ես այնքան ուժեղ եմ, որ ես Եթե օրինակի համար ես բոլորից սպասում եմ, որ այն մարդը, որ ինձ գրկա խառնվում է, իմ աչքերի մեջ է նայում, ասում է ես քեզ շատ եմ սիրում, ես իր աչքերի մեջ նայում եմ, ասում եմ ես էլ քեզ եմ շատ սիրում, բայց ես գիտեմ, որ դու կարող ես ինձ մի օր թողնել, ու ես կարող եմ ապրել առանց քեզ։ Սունեմ, եթե խոսենք թողնելուց եւ ոչ անձնական թեմայից, դուք երբ ձեր երեխաների հետ վարձով էիք ապրում, սա այդքան էլ թողնելու մասին չէ, բայց հենց այդ չարաբաստիկ գումարի պատճառով ձեզ հանում էին այնտեղից, անկեղծ պատմեմ, այս երբեք չեմ մոռանա, փետրվարի 17-ն էր, ես այս պատմությունը էլի եմ պատմել, իսկ հիմա դու տեսել ես այդ վիդեոն, իմ երեխայի տղուս Ավետիս ծնունդի օրն էր, երբ որ նայեք, ես 2 ամսվա վարձ էի տվել, ինքը առաջի ամսվան էր ուզում ու այդ սկզբինը եկել էր, բայց մենք մի ամիս էլ ունեինք տված, ասում էր վարձի օրն է, ասեցի ես անկեղծ ասած մի քանի օր էլ համբերեք կուղարկի կտամ էլի,
երեխան կանգնած է, ես հենց հիմա որ խոսում եմ, այդ ամեն ինչը հենց հիմա ես վերապրում եմ այդ ամեն ինչը, ինքը երեխան ասենց երեխան ուսից բռնեց, ասեց ես քեզ լաջի համար պետք է քեզ ընդառաջեմ, այդ արտահայտությունը, ասեցի, բայց դուք շատ անմարդկային եք վարվում, չի կարելի այդ ձև։ Մի ամիս անցավ այդ կինը զանգահարեց ինձ, ասեցի, ես միշտ Աստծով էի մարդկանց ասում, որ Աստված ամեն ինչ ձեր դատաստանը կտա, ես ձեզ ոչ մի բան չեմ ասում։ Այդ կնոջ ամուսինը մահացավ, իր մաման մահացավ, զանգեց, ասեց, այդ քո նավսից եղավ այդ ամեն ինչը, դուրս արի իմ տնից։ Կինեք կարծում եմ տեղյակ չէր բումերանգի օրենքի մասին։ Այո, ես իրականում գնացի մի հատ ուրիշ վարձով տուն, պատկերացնում ես ես 25000 դրամ վարձ չէի կարողանում տալ։ Այդ տունը մի օր էլի էս պետք է ասեմ, այդ իմ համար ամենավատ օրն է, որ ես հիշում եմ։ Ես անկեղծ կլինեմ, ես մտությունից վախում եմ։ Երբ որ ես ուզում էի լույսը վառեի, սենյակի լույսը պետքա բարձրանալ, լամբուշկեն պտտեի, որ ինքը միանար։ Ես Մարիշոկին արթնացնում էի, ինքը չէր վախենում, երեխա էր, կամ իր հետ էի գնում, կամ իրան գրկում էի, գնում էի լույսը միացնում էի, ավետը փոքր էր, Մարիամը, ավետը անդադ շուտ էր հիվանդանում, անգինա ուներ, ասմա ուներ, շատ, սա գիշերներ չէի քնում, անընդհատ հիվանդանոցներում էի ավետիս հետ, համարյա 6 տարի տղուս հետ հիվանդանոցներում ենք եղել, մինչև վիրահատեցինք, տղես վատ երազ տեսավ, ու գոռում է, ես էլ եմ այդ պահին վատ երազ տեսնում, երկուսս միասին տեսնում ենք ու ես հիմա արթնանում եմ, չեմ կարողանում, վախում եմ այդ վատ երազից, վախում եմ, որ հեռնեմ լույսը միացնեմ, Մարիշոկին եմ ձեն տալիս, որ Մարիշ լույսը վառի, հել լույսը վառի, ու այդ պահին էլի զանգում եմ սկեսուրիս, ասում եմ շատ եմ խնդրում, էլի շատ վատ վիճակում եմ, ոնց որ իր եղբայրն էր մահացել, ասում եմ խնդրում եմ, էլի կարող ես գալ, այս մի անգամ էլի շատ եմ խնդրում, ոչ մեկ չունեմ, որ զանգեմ, ուրիշ մարդ չկա, ասում եմ, չէ, չեմ կարող գալ։ Այն բաները, որ իմ մեջ տպավորված է, ես միակ մարդը ինքն է, որ իր կողմից իմ մեջ տպավորված է։ Ես նույնիսկ իմ ամուսնու դեմ այդքան շատ վիրավորված չեմ, ինչքան որ իրանից։ Որովհետև երբ դիմացին ինձ հալածել է, ուղղակի ինձ հալածել է։ Միակ մարդը, որ հիշում եմ, որ ես իրան հիշում եմ, ուզում եմ չարանամ, ես աշխարհում ոչ թշնամի ունեմ, ոչ էլ տենց մարդ կա, որ իրան չսիրեմ, բայց միակ մարդը, որ միշտ ուզում եմ չարանամ, այդ ինքն է, բայց չեմ չարանում։ Վստահ եմ հիմա ինքդ երբ ձեզ տեսնում է այս կարգավիճակում, հաստատ չարանում է։ Սունե ձեր խոսքերից պարզապես այսօր մեզ դիտող աղջիկները, կանայք, ձեր խոսքերը լսելուց հետո չպետք է բողոքեն ոչ մի բանից, որովհետև այն խնդիրները, որոնց մասին որ դուք խոսում եք այսօր արդեն վստահ, արդեն ձեր երկու ոտքերի վրա պինդ կանգնած եւ հաղթանակած այդ բոլոր դժվարությունները, կարծում եմ, պետք է ապացուցի, որ օրվա թեթևակի խնդիրները դրանք ոչ մի բան են։ Ուղղակի ես որ ձեզ պատմեմ տարիներ շարունակ ես իրենց հետ ապրել եմ այդ դժոխքի մեջ, դուք չեք հավատա։ Ինձ նույնիսկ սովորական հեռախոս տարիներ չեն տվել։ Ես խնդրում եմ, որ իրենք իմ մամային զանգեին, ես իմ մամայի հետ խոսամ։ Ես լվացք էի անում, ձեռքով լվացք կախում էի, մի օր իմ լվացքը ինքը հանեց, գցեց ցեխերի մեջ, ասես դու պետքա չլվանաս իմ տղու շորերը։ Ես իրականություն եմ ձեզ ասում, ու ես շարունակում էի այդ ձև ապրել, ես օրերով նեղվում էի, հաց չէի ուտում։ Եվ այն ժամանակ ամուսնալուծությունները շատ ընդունված չէին այնպես, ինչպես մեր օրերում։ Դա չգիտենք լավ է թե վատ իրականում, բայց ունեինք այն ինչ ունեինք եւ Սյունե ամփոփելով զրույցը ուզում եմ խորտակ բոլոր այն կանանց, ովքեր գտնվում են անելանելի վիճակում ու չեն տեսնում ելք ու այդ պատճառով մնում են հենց այդ անելանելի վիճակում։ Իմ առաջի խորհուրդը մինչև վերջի պահը ամեն ինչ անեն, որպեսզի իրենց ընտանիքը պահեն, եթե հնարավոր է, իսկ եթե անհնար է, թող անեն մի քայլ, մնացածը Աստված կանի։ Ամեն ինչ Աստված կհոգա։ Եթե Աստված տեսնում է ինքը այդ վիճակում է, ու ինքը ոչ մի բան չունի,
հնարավորություն չունի, ինքը եթե դուրս գա այդ ամեն ինչի մեջից ասի Տեր, ես քեզ եմ տալիս այս ամենը, հոգա այս ամենը, ինքը ամեն ինչի մասին կհոգա։ Ես վստահ։ Ես հարց եմ ուզում տալ ու գիտեմ արդեն այդ հարցից պատասխանը, բայց ուզում եմ դուք խոսեք ու դուք ասեք, թե որն է ձեզ համար բացարձակ արժեք։ Բացարձակ արժեքը իմ համար դա ամենակարևորը ինքնասիրությունն է, որ ցանկացած կին պետք է ինքնասիրություն ունենա, երբեք չթողնի, որ իր ինքնասիրությունը տրորվի ինչ որ մի բանի համար։ Որտեղ որ տեսնում եմ իմ ինքնասիրությունը տրորվում է, ամեն ինչից պատրաստ եմ հրաժարվել։ Ու հենց այդտեղ էլ կայանում է իմ բացարձակ արժեքները։ Իմ դիմացինն էլ հենց հասկանում է, որ ես արժեքները գնահատող մարդ եմ ու արդեն ինքը ավելի է թուլանում։ Ճիշտ պատասխանեցի։ Ես հիացած եմ։ Շնորհակալ եմ շատ գալու համար, շնորհակալ եմ այսքան անկեղծ լինելու համար եւ ինչպես զրույցի սկզբում նշեցիք, ես դեռ ավելիին եմ հասնելու, ես սպասում եմ այդ ավելիին եւ ես հյուրընկալելու եմ ձեզ այդ ավելիի ժամանակ եւս։ Շնորհակալ եմ գալու համար։ Ես շնորհակալ եմ ձեզանից, շատ հաճելի էր, եթե անկեղծ ես այսքան տարի առաջարկներ ստացել եմ հարցազրույցի, բայց ես հոգեբանորեն պատրաստ չեմ եղել, իսկ այսօր հոգեբանորեն պատրաստ եք, ես այստեղ նստել եմ։ Շնորհակալ եմ։ Ես նույնպես սիրելիս։ Այսօրվա իմ արտաքին տեսքի համար շնորհակալություն եմ հայտնում Իսահակյան 14 հասցեում գտնվող Aga Image ստուդիոին։ Եթերում բացարձակ արժեքներ։ Կհանդիպենք։